10 թվին տղայիս սպանել են բանակում, հադրուտում։ Ճիշտ է, 14 տարի լրիվ մենք շոկի մեջ ենք, պայքարում ենք այս պետության դեմ, որովհետեւ ճիշտը բացահայտենք, ասես էլ ճիշտը չբացահայտվեց, բայց այս որոշ ժամանակ առաջ, մի 2 տարի առաջ տղաներս որոշին ընտանիք կազմել, որոշեցին, որ մանսարդին աստիճան սարդեն, գոնե մի տղես ներքևում ապրի, մյուսը մանսարդում, ուրիշ հնարավորություն չկար, եւ դիմեցին քաղաքապետարան։ Ըստ օրենքի ոնց որ իրանք են ցույց տալիս, որ գալիս են անօրինական շինությունները կոտրում են, քանդում են, ասենք թե ինչի համար անօրինակ քայլ անենք, դիմենք, հեղափոխություն ենք արել, ժողովրդական երգիրաբան, ու ներկայացը մոտիկացան քաղաքապետարանին, դիմեցինք, մեկ պատվանում ասեցին, պրոբլեմ չկա, 27,000-ը մուծում եք պետական տուրքը եւ թույլտվությունը կստանաք ու ստեղից սկսվեց կարուսելը։ Հետո ընդունեցին, ասեցին, որ ճարտարապետ պետք է ունենաս, որպեսզի պրոյեկտ գծի, էս անի, ես ասի, ինչի համար, իմ հաշվարկումն ասի, մի շատ մի 500,000 փող պետք է ծախսել։ Այսօր որովել ես ճարտարապետի հետ խոսալը 500,000-ից է սկսում։ Ասի թույլ տվեք ես սարքեմ, ամբողջ կյանքս ես արհեստավոր եմ։ Թողեք ես սարքեմ, թե ոչ ըստ օրենքի պրոյեկտ է պետք։ Պրոյեկտ, գնացինք մի հատ երիտասարդ տղու հետ հանդիպեցինք, այստեղ կա անուն ազգանուն ինքն է գծես ամեն ինչը։ Սկզբից չեմ հիշում 40 թե 60,000 փող տվեցի, այս տղեն թե հոպար ասում է, էսի առաջի բանն է, էս քայլն է, երկրորդ քայլին մի քիչ ավել կլինի, ու ասում է ամեն ինչ նորմալ է, իրանք համաձայնում են, այս արտանում գնացես պրոյեկտը բերեց, ապեսեն ճարտարապետին իրանք են խորհուրդ տվել։ Չէ։ Այս ճարտարապետը մի խոսքով բերեց ապեսեն Ավինյանը ստորագրեց ու սկսվավ այս կարուսելը։ Այս երկրորդը որ պետք է արդեն ինքը հաստատի, մեկ էլ տեսնեմ այս ճարտարապետը մի հատ շեֆի հետ եկավ, թե 700,000 փող է նստելու ձեր վրա, էլ ես գծագիրը։ Ասի տղաներ ջան, ախր ես գումարի մասին խոսք չկար։ Դուք ինձ ասիք թե սկզբնականը 60-էր թե 70-էր, հա, քարը տրակեր, հա, մի 100-ը, 150-ը նայա, ես ինչ է կանում 700,000, մի խոսքով հրաժարվա 700,000 տալուց, գնացի հետո մի ուրիշ կամանդի ռաստեկա, դրանք թե պրոբլեմ չկա, ասում է 250,000 փող կնստի, ես էլ ասի, հա, լավ, եթե 250 է, թող 200, ուրեմն ես 250-ը դարավ ինչքան էր, 500,000 փող նստեց, այս բանը, այս մնացածի մասին չեմ խոսում, այս պրոյեկտի, որ իրանք պահանջում են այս ժողովրդի վզին փաթում են այս բաները, այս մանր գործին ինչ պրոյեկտ ապետ, հա, լավ, սարքեցի կադաստրը, թող գա գծի, հա, բան, այսօր ինչ հաստատում ապետ, մի հատ ինձ հասկացրեք, որ այս վերջերում նարեկ պետական տուրքը տվել ենք 1,200,000 ես թուղթն անստու, հլա հարցական ամեն ինչը, 1,200,000, իսկ սկզբնական 8 ամիս տարան բերին, մեկ էլ վերջում ասում եմ, դե վերջնական ինչքան պետք է մուծեմ, հաշվեցին, թե 1,800,000 պետք է մուծես պետական տուրք, այնպես ես պետության հերնանից եմ, հասարակ մարդ, որտեղից 1,800,000 գումար տա, ինչա մի հատ մետաղյա կոնստրուկցիա պետք է հավաքեմ, շինություն չեմ անում, եթե 100 միլիոնանոց, 200 միլիոնանոց շինություն սարքեի, կդա ես փողը, բայց չունեմ էսի, որ 500,000-անոց աստիճանին ես 1,800,000 ոնց տա, ձեռ են առնում, ու սկսվավ ես ամեն ինչը, վերջ, ես 1,800,000-ը դարավ 1,200,000, 1,200,000-ը դարավ 800,000, 800,000-ը չտվեցի, դարավ 447,000, Երես չեկը կա, ամեն ինչը մուծել է, ինչ ասեմ, հիմա մուծել է, ես ամեն ես բեմի վրա առաջանում է Նարեկ Բաղդասարյանը, շին թույլտվության նոր բան, ես Մուրադյանի փոխարեն սա եկա, ինքն էլ եկավ էստեղ, էլի նորից հանդիպեցինք, ասում է,
ես նստած գծագրների նայում եմ, որ որոշեցի այմին պետքա դիմեմ, որ պաժարնիկը տեսնեմ ինչ ասում։ Պաժարնիկն էլ այմը վերցել գրել է, որ այս աստիճանը մի մետր հեռու պետքա պատից լինի։ Ես էլ չունեմ այս ամեն ինչ։ Ուրիշ մեծ կոնստրուկցիա է։ Այս կոնստրուկցիան ոնց է, որ այս լուսամուտին կբաց է, իսկ իմս, որ 1.800.000-ը չեմ տվել, մի մետր հեռու։ Հա, համաձայն եմ, եթե սեփական տուն է, ես պրոյեկտները հրստեղ լրիվ ունեմ, ես կապիգությունը գծած լրիվ ունեմ սրանք։ Այս աստիճան, ես ինչ տրագեդիա խաղացրեցին իմ գլխիս այն։ Այս ինչից է պես։ Ուղղակի որոշում չեն տալի, թե ասեն ավել փող վճարել։ Չէ, փողի մասին էլ չեն ասում։ Մուծել եմ ես։ Առաջի օրը Վերջի իտոգը 447.000-ը մուծել են, որ ինքը պետքա Մուրադյանը թույլտվությունը տար, Նարեկ եկավ բեմի վրա։ Նարեկն եկավ, հիմա Նարեկն էլ զուտ էս աստիճանը սարկա, ծայրահեղ վտանգավոր շինություն, կոնստրուկցիան որն է, շինությունը որն է, ինձ մի հատ հասկացրեք, ես կարող եմ անգրագետ եմ, չեմ հասկանում։ Իմս մետաղական կոնստրուկցիա եմ հավաքում։ Չէ, անհնար է սարքել, դրա համար ես տարած չունեմ, որ դուրս գամ։ Ոչ էլ բան, չեմ կարող ոչ բան անել։ Կոմիտասի վրա է, այս Հոսեփ-Էմինի 135 դրոպ 1։ 5 շաբթի օրով զանգում եմ Նարեկ Բարսեղյանին, հետը խոսում եմ, ու իրան ասում եմ, չէ որ դուք ասեցիք, որ բանա, այդ ինչ պետք է լինի մեր գործեր, ասեմ, ես տարա 441.000 դրամ ուզել եմ ու բան, ասում ինչի այդ գումարիմ գրպանն է ուտել։ Այսինքն տղա ջան, դու բանակ չգիտես ինչա։ Պապայի փողերով դու եկել ես աթոռ ես բաղացել ու մարդկանց ճակատագին ես որոշում, ենթադրելով, նստեցիր, ճոճվելով, ոնց ուզեմ նենց կանեմ, դու ով դարարոտ կյանես, ով ես դու, քեզանից ինչ ես ներկայացնում, պապայի փողերով, այսինքն փողերով, կարող այն փողերով այն։ Ես ունեմ ուծած, ինչի ես մի հատ պետք է 1.800.000 Ես ինչ որ 1.200.000 վճարել, դա ջուրը գնա։ Չէ, 1.200.000-ի մեջ մտնում է այս բանը, մոտ 700-800.000 նստավես թուղթը, 447.000, հիմա իրանք բան են անում, ես բան, այան դիմում էի գրել, որ ոնց ես որոշե, որ սա երրորդ կարգի է, պատասխանա տալիս, որ ծայրահեղ վտանգավոր շինություն է այս աստիճան։ Ես չգիտեմ այն մատը։ Հիմա փորձագետներ են պահանջում, որպեսզի գան ինձ ասեն, թե այ անգրագետ, այս աստիճանը, որ դու սարքում ես, չես կարող բարձրանալ, թող գան ինձ էսի ապացուցեն։ 50 տարվա ստաժ ունեմ շինարար։ Չգիտեմ, կարող է, կարող է պատահի, ամեն ինչ էլ ես երկրում հնարավոր է։ Մենք 15 տարի ես երկրի են, ոնց ձեզ ասեմ, քաղցր շերտը լավ զգացել ենք, ինչքան քաղցրություն կա այս երկրում։ Այս աստիճանները քիպ կպածա, սա ինձ ձեր չի տալի ասում է, սա ուրիշինն է։ Ասում է, էսի անցյալում է եղել, հիմա ասում է ուր է։ Երևանում է հենց Երևանում է։ Ահա ձեր պահանջը ասել կանխոփ։ Մեր պահանջերն է, ես ուզում եմ որ ըստ օրենքի, եթե որ ռիսկային է, թույլ չէին տալի, որ պիտի մարդիկ սարքեին։ Ասեին, գիտեք ինչ, ժողովուրդ, դուք չեք կարա, թույլ չենք տալի։ Մենք էլ այսքան գումարները չծախսենք, վերջում էր որ պիտի ստանանք համաձայնություն, իրանք ասում են չեք կարա։ Ես ես որ գնացի այս պրոյեկտները գծելու համար, բոլորը շատ խելացի գրագետ մարդիկ էին։ Ոչ մեկը ոչ բան չասեց, ասեց պրոբլեմ չունես, լրիվ օրինական է, просто ասում եմ որ երրորդ կարգ է, էսա մի քիչ կասկածելի, երրորդ կարգի շինություն սա չի, սա շինություն էլ չի, կոնստրուկցիա է սա։ Երկրորդ կարգ է։ Բայց ասում եմ ոչինչ, գումարը ստացան ես մարդիկ, լիցենզավորված հիմնարկները, ամեն ինչը, եթե ես մարդը սխալ է, ոնց ես դու դրան լիցենզիա տվե։ Ոնց ես դու յան մի հատ հարես քնություն անցկացրեք, հլա տեսնենք, ով է մեղավոր վերջվերջով, ես մի տարի ես Նիրվատրոկեն, ես չլոցին, այսօր բերեցիք իմ գլխին ու այսօր 0-ի վրա եմ ես մնացել, մեկը պետք է պատասխան տա։ Այն եմ ուզում տեսնեմ, մի հատ ասեմ այն մատ, ամո չես անում, ես ինչ ես անում ես երկրի գլխին այն։ Միգուցե Ավինյանը։ Ես ինչ է, կարող Ավինյանը տեղյակ էլ չի ես տեղ ինչա։ Ինքը մարդը ստորագրել է, բայց
Այս կարուսելը, այս ինչ են խաղում Յանունի հետ այ մարդ։